Մինչև օգոստոսի 31-ը երկար սպասված շահավետ եռանկյուն ակցիայի շրջանակում ստացեք բացառիկ պայմաններ կաթսան, մարտկոցը եւ խողովակները միասին ձեռք բերելու համար։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Յանուշ Պապյանը։ Վաղը եւ մյուս օրը Ղրղստանի Չոլպոն Աթա քաղաքում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օրերս անդրադառնալով հայկական ապրանքների արտահանման խոչընդոտներին ու սահմանափակումներին, Փաշինյանը հայտարարել էր, թե ԵԱՏՄ-ն հարթակ է, որտեղ Հայաստանի օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու է։ Ասելու եմ այն, ինչ ասել եմ բրիֆինգում, ես բրիֆինգում ասել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է։ Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում ԵԱՏՄ-ն եւ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է, կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, ես 100%-ով վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու, նշել էր Նիկոլ Փաշինյանը։ Նա զգուշացրել էր, որ եթե այդ հարցերը արագ լուծում չստանան, դա կարող է դառնալ ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը, միաժամանակ ընդգծելով, որ ինքը մեկնում է Չոլպոն Աթա ԵԱՏՄ հարթակ օգտագործելու ու հայկական օրակարգի բոլոր խնդիրները բարձրաձայնելու համար։ Ինչ սպասել առհասարակ այս այցից, ինչ կփոխվեն հայ-ռուսական հարաբերություններում, վերջին շրջանում առաջացած, այսպես ասած, կնճռոտ հարցերի շուրջ էլ կզրուցեն քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ։ Պարոն Նավասարդյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ այսպես, պարոն Նավասարդյան, օգոստոսի 6-ից 7-ը Ղրղստանի Չոլպոն Աթա քաղաքում կկայանա ԵԱՏՄ հերթական նիստը, միջկառավարական խորհրդի հերթական նիստը, Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է եւ ուրեմն ինչպես նշեցի, նա բրիֆինգում էլ ասել է, այդ կնճռոտ հարցերը բարձրաձայնելու է, որովհետեւ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է։ Գիտեք, որ այս ընտրություններից հետո թերևս առաջին երկիրը, որ այցելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունն էր եւ այս խնդիրները վերհանվեցին նաեւ ուրեմն ամիսներ առաջ, մեկ ամիս առաջ, հետո հեռախոսազանգ տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հեռախոսազանգը, այս հարաբերությունները կարծեք թե նորից ուրեմն այս խնդիրները նորից լուծման միտումներ չցուցաբերեցին։ Ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում եւ այս այցը արդյոք կարող է ուրեմն որոշակի առումով հալեցնել այդ սառույցը, թե հնարավոր է հարաբերությունները ավելի բարդ փուլ մտնեն, քան է։ Ես չեմ ակնկալում ինչ որ լուրջ փոփոխություններ այդ միջոցառմանը մասնակցելու արդյունքում, քանի որ ակնհայտ է, որ Ռուսաստանը իրականացնում է մի քաղաքականություն, որի տևողությունը ենթադրաբար մինչև այս տարվա վերջը լինելու, թե դրան ինչ կհետևի այսօր դժվար է կանխատեսել, բայց միանշանակ է, որ Ռուսաստանը փորձում է օգտագործել առևտրային հարաբերությունները Հայաստանի հետ, ավելի ճիշտ սահմանափակումները այդ առևտրային հարաբերությունների, իսկ ել ավելի ճիշտ պատժամիջոցների կիրառումը Հայաստանի նկատմամբ որպես Հայաստանի ներքին քաղաքական իրադարձությունների վրա ազդեցության լծակ եւ քանի որ մոտակա ամիսներին սպասվում են այնպիսի զարգացումներ մեր ներքին քաղաքական կյանքում, որոնք հետաքրքիր են Ռուսաստանի համար եւ Ռուսաստանը փորձում է, ինչպես ես նշեցի, ազդել դրանց ընթացքի վրա։ Առաջին հերթին խոսքը գնում է իհարկե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին, որոնք սկսելու են սեպտեմբերին եւ մի շարք խոշոր եւ կարեւոր համայնքներում են նաեւ տեղի ունենալու եւ քանի որ այդ համայնքների գյուղական բնակչությունը այս կամ այն կերպ ազդեցության տակ է գտնվում Ռուսաստանի այդ պատժամիջոցներին, Մոսկվայում կան ակնկալիքներ, որ կքվեարկեն համապատասխան ձևով, այսինքն քաղաքացիական պայմանագրի տեխնատուների ներկայացուցիչների դեմ։ Եվ Ռուսաստանը նաև ձգտելու է հնարավորինս բարդացնել Հայաստանի ներքին քաղաքական օրակարգը եւ դա է պատճառը, որ անընդհատ հնչեցվում է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը, քանի որ հասկանալի է, որ այն ֆոնի վրա, որի մասին ես արդեն խոսել եմ, կապված առևտրային հարաբերությունների հետ,
Պարզ է, որ բավականին լարված քաղաքական մթնոլորտ կլինի, եթե Հայաստանը նախաձեռնի ցանկացած ներքին քննարկում, իհարկե մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ի կամ Եվրամիության հետ հարաբերությունների հետ կապված անցկացնելով որևէ առիթ չկա եւ դրա մասին նաեւ խոսել է վարչապետը, բայց փորձերը այդ հանրակրվեի թեման մտցնել մեր ներքին քաղաքական օրակարգի մեջ արդեն իսկ որոշակի ազդեցություն ունենում են մանավանդ այն համատեքստում, որը դիմ ընտրությունների հետ է կապված։ Մի խոսքով ես դա եմ որպես հիմնական պատճառ այն դժվարությունների, որ կան այսօր հայ-ռուսական հարաբերություններում եւ չեմ կարծում, որ այն ձևաչափը, որ կլինի Qırğızstանում, ունակ է այդ հարաբերությունների վրա էական ազդեցություն թողնել։ Պարոն Աղասարդյան, ըստ էության վերջին ընտրություններից հետո այս հարաբերությունները չեն կարգավորվում նաև այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության շուրջ 46 համայնքներում աշտանը կլինեն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ, որոնց շուրջ մեծ հետաքրքրություն ունի Ռուսաստանի Դաշնությունը, այստեղ նպատակ ունենալով, այսպես ասած, իր սրտի թեկնածուներն ունենալու, ինչպես օրինակ այսօր շատերի գնահատմամբ կարծեք թե ունի Հայաստանի խորհրդարանում։ Շատերը հենց նկատում են, այսպես ասած, որոշակի ռուսամետ ուղղվածության ուժեր երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում խորհրդարանում։ Հիմա համայնքային, այսպես ասած, թեկնածուներ ունենալու միտում կա, այսինքն այսպես համապետական ընտրություններից հետո մեծ հաշվով Կրեմլը չի կորցրել, այսպես ասած, իր հույսը, որ հնարավոր է դեռ ազդեցություն ունենալ Հայաստանում ընտրությունների վրա, կլինի համապետական թե տեղական ինքնակառավարման մարմնի։ Իմ կարծիքով առավել կարևոր է Ռուսաստանի համար ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի հաղթանակը կամ հաջողությունը ընտրությունների տարբեր մակարդակներում, որքան իշխանության համար խնդիրներ ստեղծելը։ Եվ որքանով թույլ կլինի Հայաստանում իշխանությունը, որքան դժվար կառավարելի լինի իրավիճակը երկրում, այդքան մեծ կլինի ըստ Կրեմլի Ռուսաստանի շանսերը թելադրել ինչ-որ բան Հայաստանի կառավարությանը եւ քաղաքական ղեկավարությանը։ Եվ դա է հիմնական հաշվարկը, թե ով կընտրվի եւ ով կձևավորի այդ թուլությունը իշխանությունների, կլինեն նրանք սրտի թեկնածուներ, թե ոչ սրտի թեկնածուներ, այդքան էլ էական չի եւ կարծում եմ նույնը մենք կարող ենք ասել նաեւ խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ, այստեղ կարևոր է, որ լինեն դժվարություններ, որոշումների կայացման համար խոչընդոտներ եւ հնարավորինս լարված քաղաքական իրավիճակ, եւ դա առաջին հերթին հետաքրում է այսօր Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը եւ դա խոսում է նրա մասին, որ բավականին դժվար ամիսներ են սպասում Հայաստանին եւ պետք է առավել արդյունավետ իրականացնել այն բոլոր ծրագրերը եւ նախաձեռնությունները, որոնք հնարավորություն կտան Հայաստանին ապացուցել բոլորին եւ առաջին հերթին Ռուսաստանին, որ ճնշումներ գործադրելով որևէ արդյունքի հնարավոր չի հասնել եւ դա միակ տարբերակ է, որ միգուցե մի քանի ամիս հետո նաեւ կարգավորվեն Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարգավորելու տակ ես նկատի ունեմ, որ կլինեն քաղաքակիրթ հարաբերություններ առաջին հերթին առևտրատնտեսական ոլորտում։ Պարոն Նավասարդյան, ձեր գնահատմամբ ի վերջո ուրեմն Ռուսաստանը այս ընտրություններում ստացավ ցանկալի արդյունք, թե ոչ, հաշվի առնելով, որ եղան մի շարք բացահայտումներ, իդեպ ընտրությունները վաղուց անցյալում են, բայց ընտրակաշառքի վերաբերյալ բացահայտումները առ այսօր շարունակվում են էլի ամենօրյա, այսպես ասած, ռեժիմով։ Եվ հիմա մենք մեկնարկում ենք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ, որքանով ենք ուրեմն ապահովագրում այսպիսի խնդիրներից։ Գիտեք, ուրեմն նախորդ խորհրդարանը իր վերջին նիստում,
այսպես արագացված որոշակի փոփոխություններ մտցրեց մեկը ընտրակաշառքի հետ կապված էր, մեկը ընտրելու իրավունքի։ Մենք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ արդյոք ուրեմն սկսում ենք նոր կետից եւ ավելի այսպես ապահովագրած ընտրակաշառքից եւ այլ այսպես միջամտություններից, թե դեռ կա այդ մտահոգիչ, այսպես ասած, երևույթը եւ որևէ կերպ ուրեմն չի կանխվել այդ արատավոր երևույթը։ Ասկսեմ ձեր հարցի առաջին մասին պատասխանելուց, արդյոք Ռուսաստանը ստացավ այն խորհրդարանը, որ ցանկանում էր ունենալ, կարծում եմ, որ ոչ, եւ լավագույն տարբերակը Ռուսաստանի համար կլիներ, եթե հաղթող քաղաքական ուժը, քաղաքացիական պայմանագիրը ստիպված լիներ կոալիցիա ձևավորել որևէ քաղաքական ուժի մեջ կամ լինեին ընտրությունների երկրորդ փուլ, որոնք կպահպանեին այն լարվածությունը մեր ներքին քաղաքական կյանքում, որը ձեռնտու է այսօր Ռուսաստանին։ Բայց փաստորեն դա տեղի չունեցավ եւ այդ խստացումը պատժամիջոցների միտված է արդեն միգուցե ավելի ընդունելի Կրեմլի համար արդյունքներ ստանալ թիմ ընտրություններում եւ այստեղ որքանով շատ խոշոր համայնքներում հաղթեն այլ ընտրանքային քաղաքական ուժերը, այդքան ըստ Կրեմլի ավելի հեշտ կլինի ինչ որ ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ ազդել անպատասխան որոշումների վրա։ Եվ կրկնում եմ, այստեղ շատ կարևոր է, որպեսզի արդյունավետ քաղաքական եւ կառավարչական աշխատանք կատարվի Հայաստանում եւ մենք տեսնում ենք ակնհայտ փորձեր, որ խորհրդանում այդ արճակատման մթնոլորտը հաղթահարվի եւ կառուցողական աշխատանք լինի։ Խորհրդանում ի վերջո անկախ նրանից ինչպիսի քաղաքական ուժեր են ներկայացնում падգամավորները, նրանք պետք է որ գիտակցեն, որ երկրի կայունության եւ ապահովության համար անհրաժեշտ է ունենալ արդյունավետ գործող ինստիտուտներ եւ օրենսդիր եւ գործադիր եւ բնականաբար տեղական ինքնակառավարման մարմինների եւ այդ համագործակցային մթնոլորտը այն հիմնական կարծում եմ հարցի լուծումը կլինի, որին պետք է ձգտեն բոլոր ողջամիտ քաղաքական ուժերը։ Հուսանք, որ այսօր այն փորձերը, որ մենք տեսնում ենք, արդյունավետ կլինեն, շատ փոքր քայլ, բայց սկզբունքային ես համարում եմ էթիկայի հանձնաժողովի ձևավորումը, որը արդյունավետ գործունեության պարագայում կարող է նպաստել, որ խորհրդանում չլինի այդ բառակռիվ, այդ վիրավորանքներ փոխադարձ առանց կոնկրետ իմաստի եւ կոնկրետ նշանակություն եւ լինի իրոք խորհրդարանական աշխատանք իհարկե շատ բաներ կախված կլինեն падգամավորների գիտակցությունից եւ իրենց պատասխանատվության զգացումից երկրի պետության համար։ Դա այն զենքն է կամ այն գործիքն է, որը կպաշտպանի, ես կրկնեմ իմ միտքը, Հայաստանը ցանկացած արտաքին ճնշումներից եւ թույլ կտա իրականացնել այն բավականին բարդ ծրագրեր եւ խնդիրներ, որոնք կանգնած են Երևանի առջև։ Տեսեք, ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը առաջարկում է սկսել, այսպես ասած, զրոյական կետից, թեև մինչև այդ անդադ պնդում էր իշխանությունը, որ լեգիտիմ չէ ուրեմն խորհրդարանական ընդդիմությունը, նրանց քվեներն էր կասկածի տակ դնում, հիմա զրոյական կետից ուրեմն հնարավոր է սկսել այսպես նորմալացված հարաբերություն, պարոն Նավասարդյան, եթե կողմերը նման ցանկություն ունենան։ Միաժամանակ տեսնում ենք, որ կրքերը արդեն իսկ այսօրերին ուրեմն ժամանակ առ ժամանակ թեժանում են։ Առանց կրքերի դժվար կարող ենք մենք սկսել կամ տեսնել խորհրդարանի աշխատանքի սկիզբը, դա եւ նախընտրական պայքարներ թելադրում, այսինքն միանգամից մթնոլորտը փոխել շատ դժվար կլիներ, բայց այն որ նմանատիպ փորձեր իրականացվում են շատ կարևոր է եւ հուսանք, որ անպտուղ չեն լինելու։
անկախ նրանից ինչպիսի դժվարություններով, ինչպիսի խախտումներով կամ բացասական երևույթների արդյունքներում ձևավորվեց այն խորհրդարանը, ամեն դեպքում մենք կարծում եմ պետք է շահագրգռված լինենք, որ լարվածությունը նախընտրական չփոխանցվի նաև անմիջական աշխատանքին մեր օրենսդիր մարմնի եւ երևի մենք ունեցանք այն որակի ընտրություններ, որոնք պետք է ունենայինք այն քաղաքական իրողությունների պայմաններում, որոնք ձևավորվել են մինչև հունիսի 7-ը, այլ որակի ավելի լավ որակի ընտրություններ շատ դժվար էր ակնկալել հաշվի առնելով եւ ներքին քաղաքական եւ արտաքին քաղաքական եւ աշխարհաքաղաքական մարտահրավերները, որոնց առջեւ կանգնած է Հայաստանը եւ մեր տարածաշրջանը, այնպես որ մենք ամեն դեպքում համոզվեցինք բոլոր առումներով եւ որքան էլ դրա դեմ խոսվում է այս կամ այն քաղաքական ուժերի կողմից բավարար լեգիտիմ խորհրդարան եւ այդ լեգիտիմությունը պետք է օգտագործվի արդյունավետ աշխատանքի, օրենսդրական դաշտի բարելավման եւ ամենաարդյունավետ քաղաքական որոշումների կայացման համար։ Դա է կարծում եմ միանշանակ շահը Հայաստանի հասարակության եւ Հայաստանի քաղաքական վերնախավի։ Թե որքանով այդ շահին եւ այդ առաջնահերթությանը համապատասխան կգործեն պատգամավորները կտեսնենք, բայց որոշակի հույսեր ես օրինակ պահպանում եմ։ Պարոն Նավասարդյան, տեսեք օրինակ նույն ադրբեջանական իշխանությունների կողմից 3 օրինակ նույն սահմանադրական փոփոխությունների հետ կապված նորից նախապայմանների, այսպես ասած, հիշեցում էր տեղի ունենում, թեև Բայրամովը նշում էր, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներ եւ նաեւ Հաջիևն էր նշում, որ առաջիկայում կսկսվեն այդ փոփոխությունները, նոր սահմանադրության քննարկումը եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը համենայն դեպս այս հարցում հստակ եւ կոշտ դիրքորոշում ունի։ Այս առումով ինչ զարգացումներ են հնարավոր իշխանությունը հնարավոր է այդ նոր սահմանադրության տեքստի հետ խորհրդարանում մնա միայնակ։ Մենակ։ Չեմ բացառում դա եւ շատ բաներ իհարկե կախված կլինեն թե ինչպիսի մթնոլորտ կձևավորվի խորհրդարանում եւ արդյոք կկարողանան խորհրդարանի ղեկավարները այնպիսի աշխատանքային միջավայր ձևավորել, որոնք թույլ կտան առարկայական քննարկումների դաշտ ստեղծել եւ պայմաններ ստեղծել եւ այդ պարագայում նաեւ շատ բան է կախված լինելու թե որքանով որակյալ նախագիծ նոր սահմանադրության կներկայացվի անպատասխան հանձնաժողովը մենք լսել ենք խոստում, որ մինչև այս տարվա դեկտեմբեր կհրապարակվի արդեն տեքստը, կլինեն քննարկումներ եւ այդ քննարկումները բնականաբար ոչ միայն խորհրդարանում են տեղի ունենալու, նրանք տեղի են ունենալու եւ լրատվամիջոցներում, եւ փորձագետների միջև, եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ այնպես որպեսզի այդ մթնոլորտը առողջ լինի եւ շանսեր ձևավորվեն որևէ լայն կոնսենսուսի, իսկ մենք բոլորս հասկանում ենք, որ սահմանադրության ընդունումը որքան էլ այն կարեւոր է, պահանջում է նաեւ այդ լայն հասարակական կոնսենսուս։ Առանց դրա արդյունավետ սահմանադրություն հիմնականորեն մենք չենք կարող ունենալ։ Պես որ շատ բաներ կրկնում եմ կախված է այն մթնոլորտից, որը ձևավորվելու է մինչև սահմանադրության տեքստի հրապարակումը եւ դրանից է կախված լինելու թե որքանով անդիմության այս կամ այն մասը պատրաստ կլինի դիտարկել նոր սահմանադրությունը ոչ որպես սպեկուլյացիաների համար առիթ, այլ որպես իրական աշխատանք հանուն պետականության։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ակնհայտ է, որ մեզ հետաքրում են ոչ միայն այն դրույթները, որոնց փոփոխությունը ակնկալում է Ադրբեջանը, մասնավորապես նախաբանը սահմանադրությամբ, այլ մեզ հետաքրում է, որ բոլոր դրույթները սահմանադրության ապահովեն պետական եւ հանրային ինստիտուտների լավագույն
աշխատանքը հանուն հանրապետության եւ հանուն մեր ժողովրդի, այնպես որ միայն Ադրբեջանի հետ կապված հարցերը չեն, որ մեզ բոլորիս պետք է հետաքրեն։ Իսկ թեև այդ բավականին հստակ հայտարարությունները Ադրբեջանից հնչում են, դա չի նշանակում, որ Ադրբեջանը նույնպես միացել է այն արշավին, որ Հայաստանում ապա կանոնացվի իրավիճակը, այսինքն այ քայլերին, որը իրականացնում է Ռուսաստանը առաջին հերթին, քանի որ եթե այդպիսի մտադրություն Ադրբեջանը կլիներ, ապա արդարացնել Ռուսաստանի այն ակնկալիքները, որ եւ ընտրությունների ժամանակ եւ ընտրություններից հետո հայ-ադրբեջանական սահմանում լիներ լարվածություն։ Եվ դա, ասենք, լրացուցիչ հնարավորություններ կստեղծեր Ռուսաստանի համար իրականացնել այն ճնշումը, որը մենք տեսնում ենք զուտ առևտրային հարաբերությունների մակարդակով, բայց մենք տեսանք Ադրբեջանի կողմից զսպվածություն, մենք տեսանք շահագրգռվածություն, որպեսզի մեր ընտրությունները հանգիստ մթնոլորտումացնեն եւ հետընտրական գործընթացներում նույնպես Ադրբեջանը բավականին կառուցողական է իրեն պահում, բացառությամբ իհարկե այդ սահմանադրության հետ կապված հայտարարությունների, բայց դա էլ ինչ որտեղ այն ժառանգությունն է, որ մենք ստացել ենք հայ-ադրբեջանական թեժ հարաբերություններից նախորդ տարիների ընթացքում, երբ այդ պահանջը ձևակերպվել հնչեցվել է եւ այսօր բնականաբար մանավանդ հաշվի առնելով ինչպիսի առաջնորդ ունի Ադրբեջանը, դրանից Ադրբեջանը հրաժարվել կամ թույլ տալ ինչ որ ավելի զիջողական մոտեցում երևի դա մենք չենք կարող սպասել եւ այդ հարցը մնում է բավականին բարդ հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով եւ դա է պատճառը, ինչու ես բազմաթիվ անգամներ, այդ թվում նաեւ ձեր լրատվամիջոցի եթերում մի գաղափար եմ հնչեցնել, որ միգուցե մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ վավերացումը, որը կարող է լինել միայն սահմանադրական փոփոխություններից հետո, մենք ձևավորենք ինչ-որ միջանկյալ փաստաթուղթ Ադրբեջանի հետ, որը հնարավորություն կտա առաջ գնալ հարաբերությունների նորմալացման ճանապարհով եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ Բաքվի եւ Երևանի միջեւ, սակայն դա չունենա այնպիսի հավակնություններ, ինչպիսին ունի խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրած փաստաթուղթը։ Ես կարծում եմ, որ դա երևի այսօր լավագույն լուծումը պետք է լինի եւ հուսով եմ, որ նաեւ դիվանագիտական խողովակներով տարբեր պաշտոնական հանդիպումների ընթացքում նման գաղափար կսկսեն քննարկել Բաքվում եւ Երևանում։ Տեսեք, պարոն Ավասարդյան, որն է լինելու ձեր գնահատմամբ ազգային ժողովի, այս ազգային ժողովի, այսպես ասած, գլխավոր հարցը, օրինակ, նախկինում եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նախկինում այսպիսի հայտարարություն վստահաբար չեմ հիշում, որ արած լիներ, որ հիմա այս նոր խորհրդարանի մասով է ասում, որ ըստ էության Ռուսաստանից քաղաքական անկախությունն է լինելու գլխավոր հարցը այս խորհրդարանի, ինչ է սա նշանակում ձեր գնահատմամբ եւ որքանով ուրեմն դա կհաջողի նրանց։ Ես կարող եմ մեկնաբանել պարոն Եղոյանի ասածները այնպես, որ ի վերջո պետք է մեր խորհրդարանի ներկայացուցիչները, որոնք ընտրված են հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների կողմից, ի վերջո աշխատեն այնպես, որ դա բխի հենց Հայաստանի շահերից, այլ ոչ թե իրականացնել այն օրակարգը, որը ցանկանում է այլ երկիր, որքանով այս կամ այն պատգամավորները դրական վերաբերմունք ունենան այդ երկրի նկատմամբ։ Ամեն դեպքում առաջնահերթությունը պետք է լինի Հայաստանի շահերի հետ կապված որոշումներ եւ լուծումներ, եւ ես ամեն դեպքում կրկնեմ այն հույսը, որ արդեն կարծեմ 2-3 անգամ այս հարցազրույցի
ընթացքում կրկնել եմ, որ կլինեն նաև ընդդիմության ներկայացուցիչների մոտ շրջանում այնպիսի падգամավորներ, որոնք կկարողանան մտնել արդյունավետ կառուցողական համագործակցության դաշտ եւ միայն այդ դեպքում այս նոր կազմը խորհրդարանի կկարողանա իրականացնել իր առաքելությունը նման բան ես չեմ բացառում եւ այդ դեպքում այդ Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրը կամ Ռուսաստանից կախվածությունից ազատվելու խնդիրը լավագույնս կարող է լուծվել անգամ կրկնում եմ այն պարագայում, եթե խորհրդարանում լինեն падգամավորներ, որոնք համարում են, որ Ռուսաստանը պետք է մնա Հայաստանի հիմնական գործընկերը արտաքին հարաբերություններում։ Դա կարծում եմ չպետք է խոչընդոտի գիտակցմանը, թե որոնք են Հայաստանի շահերը, իսկ այդ շահերը կարծում եմ բոլորին պարզ է, դա եւ դիվերսիֆիկացիան է արտաքին քաղաքականության եւ արտաքին տնտեսական հարաբերությունների, դա հաստատումն է Հայաստանում եվրոպական կառավարման մոդելի, ի վերջո այն դժգոհությունները, որ հայտնում են ընդդիմադիր падգամավորները կապված ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների հետ կապված, դրանք այն արժեքներն են, որոնք կարող են հաստատվել մեր երկրում միայն այն պարագայում, եթե Հայաստանը զարգանա որպես եվրոպական մոդելի պետություն, այնպես որ այստեղ օբյեկտիվ շահերը մեծ մասի մեր խորհրդարանականների կարծում եմ համընկնում են անկախ արտաքին քաղաքական համակարգների եւ հակակրանքների։ Պարոն Ավասարդյան, իսկ այս առումով ուրեմն Հայաստան Եվրամիություն հարաբերություններում այսպես զարգացման դինամիկան ինչ է ցույց տալիս Արփինե Սարգսյանն էր օրինակ վիզաների ազատականացումից խոսում նշում, որ փաստորեն Հայաստանը միակ երկիրն է, ում հետ այս պահի դրությամբ Եվրամիությունը փաստորեն այս հարցն է քննարկում եւ կարծեք թե երկկողմ կա այսպես ասած որոշակի գոհունակություն առաջիկայում դրական տեղաշարժի։ Ինչպես է այս հարաբերությունների դինամիկան գնահատում ոչ միայն նաև վիզաների ազատականացմանը, այլ նաև այն աջակցության, որ Եվրամիությունը ցուցաբերեց Հայաստանին Ռուսաստանի, այսպես ասած, ճնշումների ներքո։ Եվրամիությունը կարծում եմ բավականին գործնական եւ պրագմատիկ վերաբերմունք ցուցաբերեց մեր նախընտրական շրջանում։ Ես կարծում եմ, որ եւ մեր եվրոպացի բարեկամները շատ լավ հասկանում են, որ եղած պայմաններում իդեալական ընտրություններ կազմակերպել հնարավոր չէ եւ թեև մատնանշել են այն խնդիրները եւ ոչ դրական երևույթները, որ կային ընտրությունների անցկացման ընթացքում, սակայն հասկացել եմ, որ կասկածի տակ դնել լեգիտիմությունը այդ ընտրությունների որևէ հիմք չի ունենալու եւ ի վերջո մենք ստացանք շնորհավորանքներ քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի հասցեին բոլոր առաջատար արևմտյան պետություններից եւ բավականին ջերմ շնորհավորանքներ էին կարելի ասել, որը խոսում է նրա մասին, որ Հայաստանը դիտարկում է որպես լուրջ գործընկեր եւ միայն վիզաների ազատականացումը չէ, որ այսօր Եվրամիություն Հայաստան հարաբերություններում է եւ ես կակնկալեի Եվրամիությունից, որ շատ սկզբունքային վերաբերմունք ցուցաբերեր նաեւ այն բարեփոխումների օրակարգում, որոնք պետք է իրականացվեն Հայաստանում եւ պետական ինստիտուտների բարելավման ընթացքում եւ արդարադատության համակարգում եւ տարբեր ազատությունների ոլորտում եւ այն, այսպես ասենք, մեղմ վերաբերմունքը, որ մենք ունեինք մինչեւ ընտրությունները, կփոփոխվի եւ ավելի սկզբունքային եւ հետեւողական կլինեն մեր Եվրամիության գործընկերները Հայաստանին աջակցելով համապատասխան բարեփոխումների օրակարգում։ Եվ կարծում եմ, որ այդպիսի գործընթաց միայն արագացնելու է մերձեցումը Եվրամիության եւ Հայաստանի տարբեր ոլորտներում եւ վիզաների ազատականացումը այո այդ ուղղություններից մեկն է, որը այսօր անհրաժեշտ է նաեւ որպեսզի
Եվրամիության շուկան մեր բիզնեսի եւ մեր արտադրողների համար բացելու առումով ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ազատ տեղաշարժը մարդկանց եւ ապրանքների փոխկապակցված է։ Եթե չկա այդ ազատ տեղաշարժը, ապա բիզնեսների միջև հարաբերությունները եւ համագործակցությունները տարբեր խոչընդոտների են բախվում եւ այդ տարբեր ուղղություններով աշխատանքը եւ Հայաստանում պետական ինստիտուտների, հանրային ինստիտուտների բարեփոխման առումով եւ առևտրային հարաբերությունների խորացման առումով եւ նաեւ ազատ տեղաշարժի հնարավորությունների ձեռնորման առումով զուգահեռ եւ ներդաշնակ ձևով կշարունակվի։ Շնորհակալ եմ, պարոն Նավասարդյան։ Շնորհակալություն ձեզ։ Զրուցում էի քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ։ Կհանդիպենք։